2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ, քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։ Ստորագրվեց Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման պետություն մասնավոր գործընկերության պայմանագիրը։ Ներքին գործերի նախարարը փաստեց, որ գործընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո։ Նաև ամենօրյա աշխատանք են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հղել թե Հայաստանի Հանրապետության վարչապետին և թե նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, որովհետև առանց այս աջակցության անհնար կլիներ process-ը առաջ տանել և ունենալ այսօր արդեն գործարքի կնքում։ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև գնահատող հանձնաժողովի ամբողջ կազմին։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Այդեմիա ֆրանսիական կոնսորցիումը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի հիմնադրած Հայփաս ընկերության գործադիր տնօրեն Ռեջիս Բուշեն ստորագրեցին անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ պետություն մասնավոր գործընկերության պայմանագիրը։ Բավական երկար գործընթաց ենք անցել այս տեսանկյունից, որովհետև մեզ համար չափազանց կարևորվել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենա բիոմետրիկ արդիականացված համակարգ։ Սա ոլորտի թռիչքաձև զարգացման մասին է։ Սա ոլորտի հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից նոր որակ ներդնելու մասին է։ Եվ սա նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատիվ ճամփորդելու մասին է։ Հայփաս ընկերությունը մինչև 2026 թվականի երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք, կենսաչափական տվյալների հավաքման նոր լուծումներով, ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Նախատեսվում է նաև ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության և տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Մոտ 1 տարի ժամանակահատված ենք որպես այդպիսի նախատեսել, որի շրջանակներում մասնավոր գործընկերը կկարողանա համակարգը ներդնել Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ այդմ մենք քաղաքացիները կկարողանան ստանալ բիոմետրիկ համակարգի նոր փաստաթղթեր։ Կարգավիճակի որոշումը, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ներքին գործերի նախարարությունը միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։ Հատկապես անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից ես ասեմ, որ անգամներ ավելի պաշտպանված է լինելու անձնական տվյալների համակարգը այս նոր գործարքի տրամաբանության մեջ։ Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջն է։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր